վերջում էլ պետք է անդրադառնալ նաև պարային հատվածին եւ պատական չենք խոսում այս մասին, որովհետեւ առաջիկայում սպասվող իրադարձությունը եւս մշակութային է եւ հենց այս ոլորտին առնչվող հունիսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի Աստ պարային անսամբլի հիմնադրման 10-ամյակը եւ մենք այդ առիթով կխոսենք մեր հյուրի հետ, նախ հասկանանք ինչպես է հիմնադրվել, ինչ գործունեություն է ծավալել եւ ինչ է պատրաստվում համերգին։ Մեր հյուրն է Աստ պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Զավեն Խաչատրյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Սիրով։ Անին կարծես թե իր նախաբանում արդեն մի քանի կարևոր հարց տվեց, սկսենք հենց այդ հարցերից դերևս։ 2015 թվական մարտի 9-ը Չարենցավան քաղաքում հիմնադրեցի Աստ պարային համույթը։ Հանուն նպատակի, հանուն սիրո, հանուն հայ մշակույթի եւ պարարվեստի եւ այսպես ընդհանուր մեծ նվիրումի ոգու եւ անսահման սիրո շնորհիվ մեր շուրջը հավաքեցինք սկզբից տասնյակ պարուհիների եւ շարունակելով մեր աշխատանքը ձևավորեցինք արդեն համանուն ստուդիան տարբեր մասնաճյուղերում, սկզբից Չարենցավանում, Հրազդան, Սևան քաղաքներում, հետո Սոլակ, Բժնի եւ Կարենիս համայնքներում եւ 6 ստուդիայում այս պայմանությամբ դասավանդում ենք մոտ 300-ից ավել պարուհիների, ովքեր մեծ սիրով եւ պատասխանատվությամբ հաճախում են մեր դպրոցը։ Նշեցիք հանուն նպատակի, հանուն սիրո, բայց եկեք ավելի շոշափելի դաշտ տեղափոխվենք եւ կոնկրետ տանանք, թե որն է այդ նպատակը եւ սերը։ Տեսեք, մենք փոքր ժամանակից եղել ենք պարարվեստում, 3 եղբայրներով, ես երբ որ շարունակեցի պարարվեստը, չուզեցի լինել այն խմբերից, ովքեր որ կլինեն ուղղակի պարային խմբեր եւ չունենա իրենց նպատակներ, ովքեր որ պետքա գնան ինչ-որ բանի հետևից։ Եվ այդ նպատակներից մեկը միջազգային հարթակներում մեզ ներկայացնելն էր, համայնքական փառատոներում ճշգրիտ պարարվեստով ներկայանալն էր, ճշգրիտ տարածքներով ներկայանալն էր։ Այս տարիների ընթացքում 7 մենահամերգ ունենալն էր եւ 8-րդ մենահամերգը, ինչպես որ դուք նշեցիք, տեղի կունենա հունիսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ այս տասամյա հոբելյանական համերգը նաեւ ի սկզբանե դրված նպատակներից էր, որ մենք եկանք այս նպատակների հետևից եւ փառք Աստծո արդեն կանգնած ենք դրա դռների դիմաց։ Խոսենք միջազգային այն փորձառությունից, որը արդեն ձեռք եք բերել տարիների ընթացքում, որտեղ եք հասցրել հանդես գալ, ինչ մրցույթների, ինչ փառատոների եւ որ ամենակարևորն է, ինչպիսին է եղել միջազգային հարության արձագանքը։ Մենք առհասարակ միջազգային հարթակ երբ որ գնում ենք ու նշեմ, ինչպես որ խոսեցինք, ես էլի այս տաղավար համարյա եկել եմ շրջագայությունից, առավոտյան եմ վերադարձել եւ դա այդ ամենը մենք կատարում ենք մեծ պատասխանատվությամբ։ Երբ որ 2016-17 թվականներին արդեն մենք ունեինք ձևավորված պարային համույթ եւ պարային բեմադրություններ, մենք փորձեցինք այս ամեն ինչը նաև ցուցադրել միջազգային հանրությանը եւ տարիների ընթացքում փորձեցինք ավելի հմտանալ նաև այս օղակի եւ շրջանակի մեջ եւ սկզբից սկսեցինք Վրաստանից, հասանք մինչև Ֆրանսիա, անցանք տարբեր եվրոպական պետություններով, անցանք տարբեր միջազգային մրցույթ փառատոներով եւ ցուցադրական փառատոներով եւ այստեղ նաև մենք ես ինքս որպես ինձ ղեկավար հարց եմ տալիս, արդյոք դուք պետքա գնաք միջազգային հարթակ եւ արդյոք դուք պետքա ներկայացնեք։ Ես չեմ նայում թե այո, ես եմ իմ խումբն, ես պետքա ներկայանամ, ես միշտ նայել եմ նաև կողքի աշկով, որտեվ մեր երկիր ներկայացնելը դա մեծ փառք ու պատիվ է բոլորիս համար եւ մենք դա մեծ պատասխանատվությամբ պետքա իրականացնենք։ Եվ երբ որ հայտարարվել է մրցանակային տեղը, օրինակ նշեմ մի փաստ, երբ որ մենք Ֆրանսիայում շահեցին Grand Prix մրցանակը, այնտեղ արդեն բեմին կանգնած էին առաջի, երկրորդ, երրորդ տեղ հորիզոնականներ շահած պարային կոլեկտիվները տարբեր երկրներից եւ նստած էինք արդեն մեզ համար նախատեսված տեղերով ղեկավարների եւ արդեն հանդիսատեսը շատ էր մեզ հավանել եւ նաեւ ժյուրի անձնակազմը եւ մենք ունեինք ընդամենը 2 հնարավորություն կամ Grand Prix կամ ոչինչ։ Եվ երբ որ հայտարարվեց Արմենիա Grand Prix, ասենց դա անբացատրելի զգացողություն է, որտեվ այսպես ասած այն մակարդակային փառատոներն ենք մենք մասնակցում միջազգային հարթակներում, որտեղ իրական պարային մրցույթ է, որտեղ իրական պարային հեղինակային անսամբլներն են մասնակցում եւ այնտեղից ինչ-որ մի բան նաեւ պարային մշակույթ որպես փորձի փոխանակման ծրագրերով մեզ հետ մի փոքր բան բերել մեր դալիճները
դա մեծ առավելություն է նաև։ Իսկ այսօր որտեղից եք վերադարձել առավոտյան դարձել փառատոներ ինչ որ։ Դարձել փառատոներ, այս անգամ էլի Վրաստանից 14 օրյա շրջագայությամբ մասնակցել են մոտ 400-ից ավել պարուհիներ տարբեր բարային կոլեկտիվներով տարբեր օրերի եւ ժամանակաշրջանում։ Ահա, ինչը նախատեսվում արդեն 10-ամյակը նշելուց հետո, ինչ ծրագրեր ունեք, որոնք որ հաջորդիվ են արդեն պլանավորած։ Ուրեմն մինչև 10-ամյակը ասեմ, այս 7 մենահամերգները մենք երբ որ անում ենք, որից 5-ը Սունդուկյան թատրոնում էր տեղի ունենում, մենք միշտ ունենում ենք հանդիսատեսի խնդիր, որտեղ 800 տեղ է եւ Սունդուկյան թատրոնը չէր կարող, այսպես ասած, մեր հանդիսատեսը ավելի շատ էր եւ գնացինք Արեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիր, որ այս բայդրությամբ էլի sold out ենք մենք։ Ամբողջ տեղերը զբաղված է եւ մենք այնտեղ ընդհանուր ներկայացնում ենք անսամբլի մենահամերգը եւ երկրորդ բաժնում ներկայացնելու ենք ընդհանուր ազգային ստուդիայի մենահամերգը, այսինքն մանկական արդեն մեր խմբերի հաշվետու համերգային ծրագրի տեսքով։ Նախատեսվում է ժամը 17:00-ից արդեն Կարմիր գորգի արարողությունը անսամբլի 10-ամյա պարողների համար եւ նաեւ ստուդիայի սաների, ովքեր որ պետք է ողջևորվեն իրենց անսամբլի արտիստներով։ Իսկ ստուդիայի հաշվետու համերգի բացումը տեղի ունենալու մի հետաքրքիր բեմադրությամբ, դա կոչվում է ճանապարհ դեպի Զարթոնք, որտեղ մասնակցում է ամբողջ ստուդիան, մեկ ընդհանուր բեմադրության մեջ, ներկայացնում ենք մեր երկրի անցած ճանապարհները, մեր կորուստները, մեր փորձություններով անցած այս ոսկեղեն, ես ասում եմ, մենք հրաշափայլ երկրում ենք ապրում եւ ներկայացնում ենք այն ամեն ինչը որ մենք պետք է ունենանք եւ դրան հասնելու մեր մոտեցումը բարային լեզվով։ Այսօր իհարկե արդեն երբ այսպես մտովի փորձում եք նաև հետ նայել տեսնել այս 10 տարիների անցած ճանապարհը, ինչպիսին է ձեզ համար, մասնավորապես երբ խոսում ենք հայկական պարի եւ ազգագրական պարերի մասին, ինչպիսին է այսօր մեր երիտասարդության հետաքրքրվածությունը, կան երիտասարդներ, որոնք թվով շատ են, դիմում են եւ հետաքրքրված են մեր ազգագրական պարերով եւ առհասարակ դուք նաեւ որպես արդեն այսքան տարի ոլորտում նաեւ աշխատող մասնագետ, ինչ եք անում, որպեսզի ել ավելի մեծ լինի հետաքրքրությունը մեր ազգագրական պարերի նկատմամբ։ Այս ժամանակահատվածում այո, արդեն հետաքրքրվածությունը գնալով ավելի մեծանում է։ Մեզ մոտ տեսեք, մենք մոտիվացնում ենք երեխաներին առաջինը սերը դեպի պարը, երկրորդը իրենց կարգու կանոնը մեր դալիճներում, երրորդը մեր համերգային ծրագրերի ընդհանուր փառահեղ ելույթները, երրորդը շրջագայությունները։ Այսինքն ամեն դպրոց եւ ամեն ղեկավար ինքը իր համար ստեղծում է մի դաշտ եւ դրանով արդեն ունենում է իր դպրոցը։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե մենք նայում ենք մեր ժամանակահատվածում, երբ որ մենք պարում էինք, անկեղծ եմ ասում, այդ ժամանակահատվածում մենք այն պայմաններում ենք պարում, որ ամեն մեկը այդ պայմաններում չէր դիմանա։ Եվ մենք անցանք այդ պայմանների միջով, հիմա ստեղծված է Փառք Աստծո, լավ պայմաններ, ջորսվող դալիճներ, լուսավոր հայլիներով եւ այլն, այս պայմաններում նաեւ արդեն ավելի հարմար է մարդկանց հաճախելը։ Եվ հայկական պարի հանդեպ սերը գնալով ավելի է մեծանում, մենք այստեղ նաև պետքա այդ հայկական պարն ու օտարամոլությունը իրարից մի քիչ տարանջատենք, բայց Փառք Աստծո զբաղվողները շատ են։ Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար նախ եւ առաջ, որովհետեւ ակնհայտ երևում է ձեր նվիրումը եւ սերը այն գործի հանդեպ, որը որ ձեռնարկել եք եւ հուսանք բարեհաջող կերպով բարբերաբար սերնդեսերունդ կփոխանցեք այս գիտելիքները։ Հաջողություն ենք մաղթում ամսի 30-ի համար եւ հետագա գործունեության։ Ես ուզում եմ նաև այսպես հորդորել ասել, որ իհարկե բաց չթողնեք այս հնարավորությունը ներկա գտնվեք համերգին, բայց կարծես թե բոլոր տոմսերն արդեն վաճառված են։ Այս բայդրությամբ մոտ 100 քանի տոմս մնացել է տոմսարկղում, բայց ստիպված պետքա հետ ուզեմ, եւ տիքեթոնում, որտեվ հյուրերին պետք է հյուրերին եւ տեղավորել։ Պարարվեստի գործիչներ մոտ 100-ից ավել պարարվեստի գործիչ են որոնք պիտի ներկայանան։ Մեր փոխնախարարն է լինելու Դանիել Դանիելյանը եւ իր ընդհանուր աշխատակազմը, մարզպետարաններ, քաղաքապետարաններ եւ այսպես, երբ որ մենք արդեն լայնացրել ենք, այսպես ասած, մեր դալիճային սխեման ու տեսնում ենք, որ այո, մենք այս մարդկանց կարող ենք բոլորին եւ այդ հյուրերին եւ այն մարդկանց, ովքեր որ իրականում ուզում են գալ եւ ներկա գտնվել,
մենք իրոք տալիս ենք հնարավորություն, բայց դռների համեր չի, հա, կոնկրետ սահմանված քանակով, սահմանված տոմսերով եւ հրավիրատոմսերով։ Մեզ մնում է միայն մաղթել, որ առաջիկայում իհարկե նաեւ համերգը տեղափոխվի արդեն մարզահամերգային համալիրի մեծ համերգասրահ, մեծ դահլիճ, վստահ ենք, որ դա եւս տեղի կունենա։ Շնորհակալ ենք ձեզ։ Հաջողություն եք մաղթում։ Լսենք երաժշտություն, սիրելի հեռուստադիտողներ ու վերադառնանք։